1994 թվականի նոյեմբերի 8-ն էր։ Երևանից Գորիս ընթացող ներքին զորքերի գազ 66 մակնիշի հատուկ մեքենան կալանավորներին տեղափոխում էր Գորիսի բանտ։ 22-ն էին, 4-ը առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով դատապարտված։ Արարատի շրջանի Երաս խավանից նոր էին դուրս եկել, երբ մեքենան խափանվում է։ Բահակախմբի պետը կարողանում է կատարվածի մասին զեկուցել ղեկավարությանը, եւ անմիջապես Երևանից Երասխ է ուղևորվում գազ 58 հատուկ մեքենան։ Ներքին զորքերի 1035 զորամասի ավտոծառայության պետ լեյտենանտ Արսեն Մելիքյանն անձամբ է վարում մեքենան, նկատի ունենալով իրավիճակի բարդությունն ու վտանգավորությունը։ Հասնելով տեղ դատապարտյալներին տեղափոխում են գազ 58 հատուկ մեքենան եւ ուղղություն վերցնում դեպի Գորիս։ Արսեն Մելիքյանի անձնական գործն է։ Համակարգում 11 տարվա բարեխիղճ ծառայությունն անփոփոխ գործում, նաև կյանքի վերջին օրվա 1994 թվականի նոյեմբերի 10-ի նկարագրությունն է։ Պատրաստակամ, սկզբունքային, հայրենասեր։ Այդպիսին են Արսեն Մելիքյանին հիշում ծառայակից ընկերները, ոստիկանության վետերաններ Փառնավազ Աբգարյանը, Արմեն Անդրեասյանն ու Արթուր Պետրոսյանը։ Ղարաբաղյան շարժումները, որ սկսվեց, իր եռանդը զգացվեց, իր այդ հետաքրությունը, քաջությունը, շատ նվիրված էր հայրենիքին ու իր գործին։ Շատ հայրենասեր ու ընկերասեր տղա էր։ Շատ էր տարված իր աշխատանքով։ Ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա զլանար իր գործի մեջ կամ թերանար։ Հիշում են ընկերներն ու նրանց պատմություններում ուրվագծվում է Արսեն Մելիքյանի կերպարը։ Սիսիանի շրջանի սահմանագծին Արադիդյան ու Մերկասառույցի պատճառով մեքենան չի կարողանում հաղթահարել բարձունքը։ Բահակախմբի երկու անդամներն իջնում են մեքենայից ու սկսում մաքրել անվադողերի տակի ձյունը, ճանապարհի որոշ հատված, ապա ձայն են տալիս Արսեն Մելիքյանին, որ մինչև բարձունքը հաղթահարելը կանգ չառնի, իսկ իրենք ոտքով կհասնեն մեքենայի հետևից։ Նորից դառնանք անձնական գործին։ Տեսնելով, որ մեքենայի թափքում մնացել է բահակախմբի մեկ անդամ, դատապարտյալներից մեկը շորի ծայրը թեյի գթալի միջոցով աննկատ անցկացնում է դրան արանքը, ապա խնդրում բահակախմբի անդամին 1 վայրկյանով բացել դուռը, շորը դուրս քաշելու համար։ Անփորձություն, թե տվյալ դեպքում չարդարացված պատրաստակամությունն էր պատճառը, որ հրաձիգը բացում է խցիկի դուռն ու ամեն ինչ կատարվում է ակնթարթորեն։ Դատապարտյալները հարձակվում են հրաձիգի վրա եւ խլելով ինքնաձիգը պահանջում են, որ մտնի խցիկ։ Մինչ վիրավորվելը հրաձիգը հասցնում է սեղմել ահազանգման կոճակը։ Ահազանգի եւ կրակոցի պատճառները պարզելու համար Արսեն Մելիքյանը կանգնեցնում է մեքենան ու մոտենում թափքի դռանը։ Հենց այդ պահին դատապարտյալները դուրս գալով մեքենայից հարձակվում են նրա վրա, փորձելով խլել զենքը։ Գոտեմարտը կարճ է տևում։ Հրաձիգից խլած ինքնաձիգի կրակայերթով սպանում են Արսեն Մելիքյանին։ Արսենի զոհվելու լուրը ծանր տարանք, չէինք կարողանում հաշտվել այդ մտքի հետ։ Ցավը շատ մեծ էր, կորուստը մեծ էր, մեր ոչ թե իմ, ամենը բոլոր իր ընկերներին, որովհետև նա ընկերասեր, մոտիկ, հարազատ որպես մարդ է եղել մեզ համար։ Ու այնպես է եղել, որ ասենք մենք շատ ժամանակ զորամասում ենք անցկացրել, քանց թե տաները, դրա համար ասենք ընտանիքի պես ենք եղել բոլորս իրար։ Համընդհանուր տագնապ է հայտարարվում։ Մոտակա լեռներում թաքնված դատապարտյալները հայտնաբերվում են 2 օր անց։ Արսեն Մելիքյանը զոհվեց ծառայողական պարտականությունները կատարելիս, ամփոփում է անձնական գործը։ Ոստիկանությունում ծառայողի խաչն է, պարտականությունը, ծառայել հանուն օրենքի, պայքարել ընդդեմ հանցավորության, երբեմն նաև կյանքի գնով։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։